առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, իրեն հոսպիտալացրել են, հետո 3 շատ արագացված կարգով նորից տարել են քրեակատարողական հիմնարկ։ Խնդրեմ, այս մասով այս մարդկանց նպատակը որն է, մենք ունենք ողբերգական նահանգ դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը բոլորիս աչքի առաջ, Վարդան Ղուկասյանը առողջական այս խնդիրներով սրբազանները, չնայած իրենց վեհ են պահում, չնայած իրենց բարձրության վրա են, բայց ունեն լրջագույն առողջական խնդիրներ, խնդրեմ։ Տեսեք, Մանուկ ջան, քաղաքական հետապնդումները այլևս ցավոք նորություն չեն մեզ համար։ Այդ քաղաքական հետապնդումները այդպես չի, որ նորեն սկսել են դեռևս 2018-ից ամենասկզբից։ Եվ որպես քաղաքական հետապնդման առաջի ենթարկված մարդը եղել էր հենց գեներալ Մանվելը, հիշում եք հայտնի Տուշոնկա շոուն, եղել եմ ես, հետո մարտի 1-ի գործն է եղել, որը այսօր որևէ բան չեն կարողանում ապացուցել, ավելին գործում չի էլ քնվում, թե ի վերջո այդ զոհերը ինչու եղան եւ ով է կոնկրետ կատարել սպանությունները։ Ուղղակի պետք է ստանան բան, հա, այդ վերնագրերը, որ նախագահ Քոչարյանը կրկին դատարանում է։ Նախագահ Քոչարյանը այն ժամանակ էլ այդ արեց, որ գալու եմ, ներկայանալու եմ, շատ տեղ գիտակցելով, որ իրեն կալանավորելու են։ Բայց եկավ, կանգնեց դատարանի առջև, 1.5 տարի շուրջ մնաց կալանքի տակ եւ այսօր պայքարում է սրանց դեմ։ Վարդան Ղուկասյանը կարողացավ հաղթահարել ընտրություններում, դառավ Գյումրիի քաղաքապետ։ Նիկոլը կատարեց կոպտագույն սխալ, ինքը չի հաշվարկել մի բան։ Գյումրիի ժողովուրդը այլևս երբեք Նիկոլին չի ներելու այն, ինչին կարեց Վարդան Ղուկասյանի կալանավորման օրը, երբ որ հասարակ գյումրեցիներ ի պաշտպանություն եւ ի սատարում են Վարդան Ղուկասյանի հավաքվել էին, իրենց վրա կարմիր բետավորներ ուղարկեցին։ Նիկոլը չի հասկանում, որ ինքը Գյումրին անվերադարձ կորցրել է անկախ նրանից, թե ով է լինելու այլևս ընդ քաղաքապետ։ Նիկոլը Գյումրին կորցրել է։ Նիկոլը անվերադարձ կորցրել է Փարաքյարը, որի յուղապետը ցավոք սրտի սպանվեց։ Շատ անհասկանալի պայմաններում ընդ Նիկոլը չի հասկանում, որ ինքը այլևս չի տիրապետելու իրավիճակին, անկախ նրանից, թե ով է տվյալ քաղաքում քաղաքապետը կամ ով է մարզպետը, իրան թվում է, որ պետական ռեսուրսներով բոլոր հարցերը կարող ես լուծել։ Բայց ի ցավ իրեն ասեմ, չես կարող։ Դու պարտվելու ես ամեն տեղ, դու պատասխան ես տալու այս ժողովրդի առջև, ու ոչ միայն դու, պատասխան եք տալու 150,000 մարդ անտուղան, անտուն եւ անհայրենի թողնելու համար, շուրջ 5,000 ընտանիքի լույսը մարելու համար, 3 անգամ եռաբլուրը մեծացնելու համար, Հայաստանի տարածքները Թուրքիան եւ Ադրբեջանն նվիրելու համար եւ շատ ու շատ այլ բաների համար։ Եվ այսօր սրանք խոսում են անընդհատ նախկին կոռուպցիայից էսեն։ Ես մի բան ասեմ, էլի, եթե նախկին պաշտոնյաների կոնկրետ կոռուպցիոն դեպքերի համագումարը վերցնենք, որոնք այսօր քննվում են դատարաններում, մեծ թիվ չէ։ Նիկոլի օրոք դատարաններում քննվող կոնկրետ կոռուպցիոն դեպքերը։ Ու այդ թվերը սաղ իրար հետ գումարած չեն հասնում Նիկոլի մեկ հատ գործարքին։ Խոսքը Անիֆի մասին է։ 24 միլիարդ դրամ մեկ գործարքով լափել են ու կերել են։ Մեկ գործարքով։ Դուք պատկերացնում եք սրանք մնացածի ինչ են արել։ Հիմնադրամից են 100 միլիոն տարի, հետո էլ ասում է, ոնց ստուգել ենք, ամեն ինչը ճիշտ էր։ Ես էլ ասում ճիշտ չէր։ Թող այդ ստուգողների մեջ ինձ մտցնեն 5 օրում բացահայտեմ ինչեր եք արել այդ 100 միլիոնի հետ։ Բայց ուղղակի որ մեր ժողովուրդը հասկանա, որ այդ նախկին կոռուպցիաբան խոսացող մարդը մի գործարքում 24 միլիարդ դրամ լափել է իր իշխանությունը։ Մի գործարքում։ Հասկանում եք, որ 7 տարվա մեջ շուրջ 7 միլիարդ դոլար վարկ են վերցրել։ Այդքան գումարից թող մի 50-100 միլիոն դոլարի շինարարություն արածելն։ Մնացածը պատկերացնում եք ուր է։ Թե ձեզ թվում է Նիկոլ, քեզ թվում է, որ իշխանությունը հավերժ է եւ երբեք ոչ մեկ չի իմանա, թե դու ինչ ես արել փողերի։ Ամեն ինչն է բացահայտվելու, ամեն ինչը։ Եվ թող մեզ սիրելի ժողովուրդը իմանա, որ
միլիարդավոր կերած դոլարները սրանց լափած, այդքան ձեզ չես զարմացնի, ինչքան կզարմացնի մնացած բացահայտումները սրանց իշխանության օրոք արված բաների։ Այդ թվում օրինակի համար, ինչպես նախկին ԱԱԾ պետերից մեկը Արտուր Վանեցյանը հայտարարել էր 2018-ին իշխանությունը զավթելուց անմիջապես հետո Նիկոլը ուղիղ կապի մեջ է մտել Ալիևի հետ եւ իրար նամակներ էին փոխանցում, թե ինչ էին բանակցում, մենակ իրան գիտեն, բայց որ նման բանակցություններ անցյալում երբեք չեն եղել, դա փաստ է։ Իսկ Նիկոլը եկել է ու սկսել է մի անգամից Ալիևի հետ բանակցել է, միգուցե գալուց առաջ էլ էր բանակցում։ Շատ բան է բացահայտվելու, շատ բան։ Այսքանը, արևը։